ինձ հետ բերել եմ անձրևավորդ, սա սատկած, չվախենակ, սա անձրևավորդ է, ահա, տեսանք անձրևավորդը, ուրեմն մենք տեսնում ենք, որ մի տարբեր կալիբրի սենց փչակներից, տարբեր սատկած անձրևավորդերի ֆաս հրամանն է տրված Սամվել Կարապետյանի վրա, մի գործարարի, որին Նիկոլ Փաշինյանն էր փառաբանում 19 թվականին Ստեփանակերտում ասելով մենք եկեք բոլորս հիմա ծափահարենք Սամվել Կարապետյանին եւ Ռուբեն Վարդանյանին, ասում են կապիտալը հայրենիք չունի, ոնց չունի, տեսեք Սամվել Կարապետյանի եւ Ռուբեն Վարդանյանի օրինակները եւ հիմա Նիկոլ Փաշինյանի ուղակի հրահանգով մենք տեսնում ենք այս ամբարո, այս պոռնկաբարո արշավը Սամվել Կարապետյանի հանդեպ։ Ես ուզում եմ մի դեպք հիշեցնել, 2014 թվականն էր, ես այս մասին երեկ եմ խոսել, դեպի Մայրաթոր ուխտի ժամանակ Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ 25 միլիոն դոլար էր Սամվել Կարապետյանը ներդրել Ստեփանակերտում Արցախի հանրապետական ֆանտաստիկ հիվանդանոցը կառուցելու համար եւ այդ օրերին, երբ որ հիվանդանոցի բացումն էր, ես Ստրասբուրգում մասնակցում էի ԵԽԽՎ հերթական նիստի եւ Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռովշան Ռզայևով հայրենի հրաշալի տիրապետում էր, որովհետեւ ծնվել էր Շուշիում, ասեց գալու է օրը եւ մենք կտրելու ենք Սամվել Կարապետյանի ձեռքը, մենք կալանավորելու ենք Սամվել Կարապետյանին եւ այդ հիվանդանոցը, որ ինքը սարքել է, մենք վերցնելու ենք։ Այն ժամանակ ես Ռովշանին ու ասեցի Ռովշան, պաշոլ տի նա, հասկացաք, բայց ամենավատթարագույն երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել, որ այո, գալու է այդ օրը, որ Հայաստանում լինելու է այնպիսի իշխանություն, որը կալանավորելու է այնպիսի բարերարի, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, ընդամենը նրա համար, որ ասել է մենք կանգնելու ենք եկեղեցու կողքը եւ տարբեր կալիբրի, ահա այսպիսի անձրևավորդերի քսի է տալու մարդու վրա, Սամվել Կարապետյանի վրա, որին դեռ 21 թվականի հունիսի 18-ից Ադրբեջանը հայտարարել է միջազգային հետախուզում Հայաստանին եւ Արցախին օգնելու եւ Հայաստանում ու Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու համար համեկել ենքան ճղճի մեկ այս ձեր արևին այս տաշիր պիցցաները որ փակել եք, ձեզ թվում է թե տաշիր պիցցաները փակելով դուք Սամվել Կարապետյանին վնաս եք տվել, չէ, դուք իրան վնաս չեք տվել։ Տաշիր պիցցաները փակելով դուք վնաս եք տվել այնտեղ աշխատող հարյուրավոր մարդկանց